Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում։ Ուկրաինայի եւ Ամերիկայի խմբերը վերսկսել են աշխատանքը եւ մենք հույս ունենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք, ասել է Ուկրաինայի նախագահը։ Fox News-ի Սպիտակ տան թղթակից Ջեքի Հենրիխն էլ գրել է, որ բանակցությունները կկայանան մարտի 11-ին Էլ-Ռիադում։ Վաշինգտոնը պետք է վերականգնի հարաբերությունները Մոսկվայի հետ, հայտարարել է Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը, շեշտելով մեկուսացման քաղաքականությունն այլևս արդյունավետ չէ, թե դաշնակիցների, թե հակառակորդների հետ շփումներից հրաժարվելը դիվանագիտական ծայրագույն սխալ է, ասել է Քելոգը։ Եվրամիության առաջնորդները նախօրեին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել ռազմական ծախսերը կտրուկ ավելացնելու ծրագրին եւ հաստատել աջակցությունն Ուկրաինային։ Եվրամիության առաջնորդները նաեւ աջակցություն են հայտնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնի ներկայացրած Վերազինել Եվրոպան ծրագրին, որը պաշտպանական կարիքների համար նախատեսում է մինչեւ 800 միլիարդ եվրոյի հատկացում։ Երեկուշ երեկոյան բախումներ են տեղի ունեցել Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար Ալ-Ասադի հետ առնչություն ունեցող զինյալների եւ նոր կառավարական ուժերի միջև, հայտնում է Reuters-ը, նշելով, որ սա ամենամահաբեր հարձակումն էր Սիրիայի նոր իշխանությունների վրա Ասադի ռեժիմի տապալումից հետո։ Տեղական լրատվամիջոցները փոխանցում են, որ Ջաբլա ծովափնյա շրջանում բախումների հետևանքով անվտանգության ուժերի առնվազն 13 ներկայացուցիչ է զոհվել։